Հավաքվենք արդեն բարձրախոսի առաջ, հարթակի առաջ խնդրում եմ։ Արեք, կարծում եմ շատ ավելի հաճելի է, երբ իրար աչքերի մեջ ենք նայում։ Ուրեմն ողջունում եմ բոլորիդ, ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ պայքարի։ Ինչու է մեծ միջոցառումը այսօր, որովհետև նախապես մեծ հայտնի էր, որ աշխարհի 9 երկրում, 14 քաղաքներում մեր հայրենակիցները հենց այսօր միջոցառումների մի շարք են անցկացնելու նվիրված Սասնա ծռերին, իրենց բարձր եւ կարևոր պայքարին եւ իրենց եւ մեր բոլորիս ազատությանը։ Եվ այսօրվա մեր միջոցառումը նաեւ համերաշխության գործողություն է մեր հայրենակիցների հետ եւ Սփյուռքում եւ նաեւ Հայաստանում տարբեր վայրերում այսօր լինելու են միջոցառումներ։ Քանի որ համերաշխությունը մեր համընդհանուր է իրար հետ, մեր հայրենակիցների հետ, բայց առանց այդ համերաշխության այս պայն Սասնա ծռերն է, կոչ եմ անում մի հատ հիշել մեր եղբայրներին, հիշել բոլոր քաղբանտարկյալներին եւ վանկարկել Սասնա ծռեր, որպեսզի լսվի մեր ձայնը։ Սասնա ծռեր, Սասնա ծռեր, Սասնա ծռեր, Սասնա ծռեր, Սասնա ծռեր։ Շնորհակալություն։ Ես համոզված եմ, որ մեր հայրենակիցները, որոնք գտնվում են տարբեր երկրներում ու կարծես թե այն բեռը, սարսափելի բեռը անարդարության, աղքատության, անելանելիության չեն կրում մեզ հետ։ Կարծես թե ինչը պիտի նրանց ոգևորեր։ Մի շատ պարզ բան, որ եթե մարդ իրեն հայ է համարում, հայը ոչ միայն ինչ որ խորտիկներ տունը պահելն է հայկական, տանը մեկ-մեկ հայերեն խոսալն է, հարսանիքին ձեռքերը բարձրացնելը չի։ Հայը Հայաստանով ապրելով է որոշվում։ Եվ մեր հայրենակիցները ցույց են տալիս, որ կա մի ստվար զանգված, որ չի մոռացել իր հայրենիքը եւ ապրում է Հայաստանով։ Ես համոզված եմ, որ եթե լինի նորմալ, ինքնիշխան, արդար, իրավական պետություն, մի զգալի մասը դրանց կսկսի մտածել գոնե Հայաստան վերադառնալու մասին։ Մենք ոչ միայն պետք է կանխենք այս սարսափելի արտագաղթը, դա հարց չի լուծում, որովհետև մենք արդեն մոտեցել ենք անվտանգությանը սպառնող շեմին։ Մենք պիտի մեծացնենք մեր բնակչությունը եւ դա նաեւ ներգաղթի վերադարձի շնորհիվ։ Եվ նրանք, ովքեր այստեղից են հեռացել այս 25 տարվա մեջ, նրանց սերունդները, եւ գուցե մեր այն հայրենակիցները, որ երբեք Հայաստանում չեն ապրել, արմատներով արևմտյան Հայաստանից են, Իրանից են, չգիտեն, պիտի իմանան, որ աշխարհում հայ մարդը ունի հայկական հայրենիք։ Որտեղ էլ նա ապրի, չի կարող իրեն այդքան կոմֆորտ, ազատ ու արժանապատիվ զգա, ոնց որ իր հայկական հայրենիքում։ Ուրեմն եւս մեկ անգամ մեր համերաշխությունը հայտնենք եւ Սասնա ծռերին, որոնք եւս մեկ անգամ հիշեցին, որ մենք ազգ ենք, ոչ թե բնակչություն, հիշեցին շատ էֆեկտիվ կերպով։ Այսօր մենք տեսնում ենք դրա արդյունքը։ Եվ այն մեր հայրենակիցներին, որոնք գիտակցում են այդ իրականությունը, այդ իրողությունը եւ մեր հետ մի ազգային օրգանիզմ են կազմում, իրենց մտքով, հոգով, ծագումով,
իրենց ձգտումներով։ Հայ ժողովուրդը կա եւ ունի ապագա։ Կեցե պայքարը, կեցե ազատությունը։ Ազատություն։ 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 Հիմա ես խոսքը փոխանցում եմ Արմեն Մարտիրոսյանին, շնորհակալություն։ Բարև սիրելի այլ